Օրհնյալ լինի Տերը, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես ուզում եմ այսօր խոսեմ ծառայության մեջ, Աստծուն որևէ հարցում ծառայելու հետ կապված հավաքից եղած համարձակության կարևորության մասին։ Համարձակություն, որ Աստծուց է, որ Աստծո խոսքից է, Աստծո հավատքից է, սրա կարևորության մասին։ Ասենք հետաքրքիր է, որ մի բան է նկատվում, որ հաճախ մարդիկ տեսնում ես էլ, որ Աստված, ասենք ասած, իրանց այդ հարցում ինչ որ մի գործ է հետ կապված կարողություն տվել է, շնորհ տվել է եկեղեցու մեջ։ Անընցել չի, որ իրանք էլ, այսպես ասեմ, ցանկություն չունեն այդ հարցում Տիրոջը ծառայելու, ունեն ցանկություն։ Բայց կարծես ապա նայում ես վախեցան, հետ քաշվեցին ու եղել է օրինակ համար թեկուզ sense մի գործի մասին ներկայացնեմ, ասենք վկայության հարցում մարդը տեսնում ես ինչ որ հարցերում այդքան ճանաչել է, սովորել է, կրթվել է, ավետանի վկայությունները, անձնական իր ոնց էր ասած հաղորդակցություն ու փորձառություն ունի, Աստծո հետ հաղորդակցվել է Քրիստոսի, գիտի Տիրոջը, բայց գալիս է վկայության մեջ վախենում է վկայի։ Վախենում է ճշմարտությունը խոսա, ոչ թե վախենում է իրանք կհալածեն, վախենում է իրանք կքարկոծեն։ Գուցե ոմանք էլ այդ հալածանքի դժվարություններից ամոթանք տալուց հետ քաշում չի անում, բայց մարդիկ կան, զգում ես ոնց որ վստահություն չունեն, որ կհաջողվի, որ կարող են անեն, բայց իրականության մեջ կարող են։ Ու տենց էլի հարցեր կան, գործեր կան, թեկուզ ասենք ինչ որ հարցում, լավ, սենց նայենք, ասենք աղոթքաժողովում հոգսեր բարձրացնելու հարցը։ Մարդ ա եղել, օրինակ առաջարկել եմ, ասել եմ, այս հոգսը դու բարձրացրու։ Եվ աղոթել է, եւ տեսել եմ, երևացել է կարողություն ունի, շնորհ կա վրան այդ հարցում, կարող է ճիշտ հասկանա հոգսը, Աստված ոնց որ Աստծո խոսքի կամքի պես այդ հոգսը բերի, սխալ չի բերում, սխալողը չի անում։ Բայց երբեք համարձակություն չունի ինքը առաջարկի իրան այդ հարցում, ասենք բեռ վերցնելը մի բան անելը։ Կասեն, կառաջարկեն, գուցե կանի, չի արի, չեն առաջարկի, չի լանի։ Նայում ես, հիմնականում վախ կա մեջները, որ շատ-շատերի մեջ էլ տեսնեմ վախ կա, որ ոնց որ չեն ուզում այդ վախի պատճառով մեջտեղ գան, ծառայություն անեն, բեռ վերցնեն, չնայած կրթվել են, սովորել են, հոգևոր վիճակի մեջ են, նորմալ է, ասենք մեղքի չարության մեջ չեն, կարողություն երևում է, եկեղեցու, ասենք կողմից, ոնց որ ասած, թույլատրություն տրվում է, հնարավորություն ստեղծվում է, բայց չեն մոտենում։ Վախենում են։ Ինձ թվում է, թե չի հաջողվի, չի ստացվի։ Իրականության մեջ ընդհանրապես ցանկացած այսպես ասած նոր իրավիճակի մեջ գնալը, ասենք նոր ծառայություն սկսելը, մի բան անելը եւ այլը, անպայման մարդու մեջ կար այդ զգացողությունը բերի, բայց մարդը պետք է հաղթահարի եւ այսպես ասած Աստծո խոսքից հավատքով համարձակություն ստացած քայլ կատարի։ Եվ Հեսուի թղթում հետաքրքիր ձևով է Տերը խոսում։ Տեսեք, Հեսուն մի մարդ էր, որին Աստված կարգել էր Մովսեսի տեղը, որ առաջնորդեր այդ ժողովրդին, որ ինքը մտցներ այդ ժողովրդին Քանանու երկիր։ Պատերազմով դա պիտի լիներ, թշնամիների հետ պիտի գործ ունենային, որոնք գուցե այո, լավ պատրաստված էին, մեծ պարսպավոր քաղաքների մեջ էին բնակվում, սպառազինյալ էին, բայց էսա կարևորը այստեղ Աստծո նախ բաններ, ոնց որ ասած Աստծո կողմից, որ Հեսուն հենց այդ կոչումի մեջ էր կարգված, դրա մեջ էր դրված եւ նրա վրա ոնց որ նրան տրված Աստծո առաջնորդություններ։ Այսպես եթե նայվեր թշնամիներին, արդեն նայել են մի անգամ թշնամիներին եւ Աստված այդ նայողների վրա, եթե հիշում եք, որ նայեցին ու վախեցան, չէ, երթվեց Աստված, որ չեն մտնի հանգիստը, խոստացյալ հանգիստը նկատի ուներ Քանանու երկիրը։ Հիշում եք այն լրտեսները, որ ուղարկեցին, վախեցան, բայց ինչ եք կարծում, եթե չվախենային գնային, կհասնեին Աստծո դրած նպատակին, հաստատ կհասնեին Աստծո դրած նպատակին։ Ընդհանրապես գործ ծառայություն Աստծո, այդտեղ նշ չի որ հարթ, հանգիստ,
ոչ մի խոչընդոտ չկա, ոչ մի վտանգ չկա, ոչ մի դժվարություն չկա, հեչ որ չլինի վտանգ էլ կա աշխատանք, կա ծանրություն, կա գործ, որ դու պիտի անես։ Շատ ժամանակ աղամտես արդյոք կարող եմ անել։ Լհա հակառակությունը թշնամու մի կողմ դնեմ, իմ կողմից արդյոք կարող եմ անել։ Այո, միշտ էլ այդ ոնց որ ասես մի հատ ճանապարհ ես մտնում, որ դու չես մտել գուցե։ Քո համար, ասած ասած, մի ցակ ոնց որ անորոշություն կա, ոնց կստացվի թե չի ստացվի։ Այստեղ եթե դու Աստծո խոսքով չկարողացար հավատքով համարձակություն ստանալ ու քո քայլը անես, այն ինչ որ կարայր անել չէր անելու եւ զրկվելու էր։ Չէ, ոնց որ ասած այդ ծառայությունը չես կարողանալու անել, բայց կարող էիր անել։ Եվ Հեսուի համար, երբ որ խոսում է հետաքրքիր ձևով է Տերը ասում, առաջի գլուխ 1-ից մինչև 9 խոսքերում ասում է. Եվ եղավ, որ Տիրոջ ծառա Մովսեսի մեռնելուց հետո Տերը խոսեց Մովսեսի սպասավոր Նավեի որդի Հեսուի հետ ասելով. Իմ ծառա Մովսեսը մեռավ, եւ հիմա վեր կաց անցիր այդ Հորդանանովը, դու եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայելի որդկանց։ Բոլոր տեղերը, որ կոխեն ձեր ոտի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ Մովսեսին ասել եմ։ Անապատից եւ այս Լիբանանից մինչեւ մեծ գետը, այսինքն Եփրատ գետը, Գետացիների բոլոր երկիրը մինչև արևմտյան կողմի մեծ ծովը ձեր սահմանը լինի։ Ոչ մի մարդ չկարողանա քեզ քո կյանքի բոլոր օրերում քո դեմ կանգնել։ Ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ էլ կլինեմ, քեզ չեմ թողնի եւ քեզ անտես չեմ անի։ Զորացիր եւ քաջ եղիր, որովհետեւ այս ժողովրդին դու պիտի ժառանգեցնես այն երկիրը, որի համար սրանց հայրերին երթում արի սրանց տալու համար։ Միայն թե զորացիր եւ շատ քաջ եղիր, որ պահես եւ անես այն ամենը օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է։ Նրանցից չխոտորվեց աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամուտ լինես, ուր որ գնում ես։ Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես ու պահես ու կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որտեղ այն ժամանակ ճանապարհները հաջող կլինեն եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Ահա քեզ պատվիրում եմ զորացիր եւ քաջ եղիր եւ մի վախենա եւ մի զարուրիր, որտեղ քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր որ գնաս։ Տեսեք, քանի անգամներ կրկրեց զորացիր քաջ եղիր, մի վախեցի, մի զարուրի։ Եվ ինչու է Տերը սրա վրա շեշտ դնում, որտեղ հասկանալի է, վախենալու հարցեր կարային առաջանային ու կար այդպիսի բաներ, բայց դրանք կարային խանգարեին, որ Հեսուն այդ ժողովրդին, ասենք, նպատակին չհասցներ, հենց մենակ նրա պատճառով, որ վախեցավ։ Ոչ թե նրա պատճառով, որ ուժը չպատեց, կարողություն չկար, էդի անիրագործելու մի գործ էր, որ հնարավոր չէր իրագործել, չէ, մենակ նրա պատճառով, որ վախեցավ։ Անկամ խոսքը սենց է հնչում, եթե ուշադրություն դարձրեցիք, ասում է բոլոր տեղերը, որ կոխեն ձեր ոտի թաթերը, ձեզ պիտի տամ, ինչպես որ Մովսեսին ասել եմ։ Իհարկե ինքը սահմանները ցույց է տալիս, որտեղ մարդը, երբ որ ասում են պիտի գործի եւ պիտի հավատքով համարձակ լինի, դա Աստծո խոսքից իր համար որոշված սահմանների մեջ պիտի այդ համարձակություն ունենա, դրանից դուրս չգա։ Օրինակ սահմանները ստեղ ներկայացեց, ստեղից մինչև ստեղ։ Ատեղից դուրս գար, Տերը չէր ասել, հետաբար Տերը իր հետ չէր լինի, թեկուզ համարձակ էլ լինի, հաջողություն չի ունենա։ Իսկ պետք է բնական է, Աստծո խոսքը, ոնց որ ասած, խոսքն է մարդուն նաև այս համարձակություն տալիս, ոչ թե որ միայն Հեսուին ասում է, դու քեզ դրել եմ, դու կարող ես, համարձակ եղի ու արա, բայց նաև ես, Աստված ինձ դրել է այս սահմանների մեջ, որ ես անեմ, այս սահմանների մեջ ընջի հաջողություն առնելու վերջ։ Դրանից դուրս այդ գործ չունեմ։ Բայց ամբողջ հարցը էս ասում, քո ոտի թաթը որտեղ որ դրեց, դուք դրեցիք, այնտեղ ձեզ կտամ, որտեղ չդրեցիք, այնտեղ ձեր չեմ տա։ Այսինքն դա ինչ նշանակում։ Իրոք ձեզանից կախ ոչ թե դուք, ասենց ասեմ, նորից եմ ասում, կարող չեք, թշնամի զորավոր է, չէ, ձեր գնալուց է կախված։ Ձեր Աստծուն նազանդվելով համարձակությամբ քայլ կատարելու գործ անելուց է կախված։ Արեցիր գործդ, հաջողություն ունենալու ես, անպայման ունենալու ես, չարեցիր չես ունենալու, այդպես է Հեսուին ասում։ Մի ինչ-որ պատճառով, ոնց որ նորից եմ հիշեցնում, Իսրայելը դրանից առաջ վախեցան, հետախուզները եկան հայտնեցին, որ չեն կարող, իրանք էլ համաձայնվեցին այդ մտքի մեջ, հետ որ չեն կարող, չես կարող, քեզ չի տրվի, բայց այդ չի նշանակում չեն կարող ու չէր տրվելու։ Նույն ոնց որ Հեսուն
բան արեց, ասենց ասած հաջողություն ունեցավ եւ գրավեց այդ երկիրը, այն ժամանակ պիտի գրավեին եւ այն ժամանակ պիտի մտնեին ու հանգիստ առնեն այդ իրանց անապատային թափառական կյանքից Եգիպտոսի այդ դժվարություններից ազատված։ Այսինքն փաստա որ ոնց որ ասած մեծ կարևորություն տրվեց այս հարցում մարդը որքանով է Տիրոջ խոսքով ոնց որ հավատք առած համարձակությամբ քայլը կատարում իրեն առաջնորդած գործի մեջ։ Իսկ այդ գործը նորից եմ ասում վախեցնող բաներ անպայման կունենան։ Թե հակառակությունը, թե նաև կարողության հարցը, կարամ թե չեմ կարա, կլինի թե չի լինի։ Այդպես է։ Միշտ էլ ասենք ասած բաներ կան, որ մենք առաջի քայլերը պետք է անենք, որ երբեք այդտեղ չենք մտել, այդ բանը չենք արել։ Բայց եթե Տիրոջից կա, ոնց որ ասած, կարգ դրված առաջնորդություն ունես, էսը մենակ ինձ այդ պիտի բան անի։ Համարձակություն տա ուրիշ բանի պիտի չնայենք։ Դրա համար էսա որ իրոք տեսնում ես հենց շատ ժամանակ Աստծո մարդիկ այդ հարցում ոնց են մոտենում կա այն մարդիկ որոնք այդ համարձակության պակասի պատճառով անգամ բարկացրեցին Տիրոջը եւ ինչպես նոր օրինակ բերեցինք անգամ հաջողություն չասանք չունեցանք ան մարդիկ որ այո չնայեցին ոչ մի ուրիշ բանին, Տերն ասել, համարձակ քայլը կատարեցին եւ հաջողություն ունեցան։ Եվ ես կուզեմ մի օրինակ էլ ձեզ համար բերեմ, Մովսեսի օրինակը կուզեմ հիշեցնել։ Մովսեսի համար Ելիս թուղթը պիտի կարդամ առաջի գլխից, խոսում է այն մասին, որ երբ որ ասենք եկավ ժամանակ, Մովսեսը մեծացավ, Աստված նրա սրտի մեջ գցեց, իհարկե ելիցում չի ասում, բայց օրինակ գործկառաքելոց ասենք բանում գործկառաքելոց գրքում երբ որ Ստեփանոսը խոսում է, ինքը ոնց որ Աստծո հոգու հայտնությունով խոսում է այս մասին, որ Մովսեսը որ հելավ սկսեց բաներ անել սկզբից, ինքը ոնց որ գիտեր, որ Աստված իրան կանչել է, որ այդ ժողովրդի համար այդ գործը իրականացնի։ Բայց տեսեք, երբ որ այդ Աստծո առաջնորդությամբ, ոնց որ ասած, չկար, այլ ինքնաբուխ էր, ինչ որտեղ ինքնագլուխ էր, իրա ձևերով էր, անօջողության մատնվեց, թեկուզ համարձակ էր։ Իր համարձակությունը նա էր, որ Աստված իրան կանչել է այդ գործի մեջ, բայց ոնց որ ասած մնացած հարցերում ինքը Աստծո կամքը չէր հարցնում, այլ հելավ ու սկսեց իր ուզածով, իր ձևով անել։ Եվ գրված է երկրորդ գլուխ 11-րդ խոսքում, եղավ այն օրերը, որ Մովսեսը մեծացավ եւ դուրս գնաց իր եղբայրների մոտ եւ նրանց ծանր գործերը տեսավ եւ տեսավ մի եգիպտացի, որի եբրայցի եղբայրներից մեկին ծեծում էր։ Եվ այս կողմն ու այն կողմը մտիկ տա ու տեսա որ մարդ չկա եւ մերցրեց Եգիպտացուն եւ ավազումը թաղեց նրան։ Եվ հետեւյալ օրը դուրս եկավ ահա երկու եգիպտացի մարդիկ եբրայցի մարդիկ կռվում են իրար հետ եւ ասաց հանցավորին. Ինչու ես քո ընկերին ծեծում։ Եվ նա ասեց. ով է քեզ մեզ վրա իշխան կամ դատավոր դրել։ Ինձ էլ մերցնելու միտք ունես, ինչպես որ Եգիպտացուն մերցրեցիր։ Եվ Մովսեսը փախավ եւ անշուշտ այս բանը իմացվեցավ եւ Փարավոնը լսեց այս բանը եւ ուզում էր Մովսեսին մերցնել, բայց Մովսեսը փախավ եւ Մադիամի երկրում բնակվեց եւ խոսում է թե ինչ կատարվեց։ Եկավ Մադիամի երկրում բնակվեց, Մադիամի քուրմը, որ աղջիկներ ուներ, նրան իր աղջիկներից մեկին Սեփորային ամուսնության տվեց, Հոթորը, եւ 40 տարի ինքը եղավ այնտեղ։ Բայց հետո 40 տարի հետո ասում է Տերը նրան կանչեց եւ ասենք ուզեմ այդ բանը հիշեցնեմ, ինչպես եղավ նրան կանչը եւ ինչպեսի ասենք ինչպես վերաբերվեց Մովսեսը արդեն։ Գրված է 3-րդ գլխում առաջի խոսքից է ներկայացվում, որ մորենի միջից կանչեց, Մովսեսը պատասխանեց եւ Տերը խոսեց, ասեց 7-րդ խոսքից կարդամ, ասում է եւ
Տերը ասեց. «Իրավ տեսա իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նրանց աղաղակը լսեցի, որտեղ նրանց նեղությունները իմացա, եւ իջա նրանց եգիպտացիների ձեռքից ազատելու եւ նրանց այն երկրիցը մեկ լավ ու լայնարձակ երկիր, մի կաթ ու մեղր բխող երկիր, քանանացիների, քետացիների եւ ամորացիների եւ փերեզացիների եւ խևացիների եւ եբուսացիների տեղը հանելու։ Եվ ահա հիմա Իսրայելի որդիների աղաղակը ինձ մոտ է հասել եւ տեսա այլ այն հարստարությունը, որ եգիպտացիները անում են նրանց։ Ուստի եկ հիմա քեզ Փարավոնի մոտ ուղարկեմ եւ հանիր իմ ժողովուրդը Իսրայելի որդիքը Եգիպտոսից։ Եվ Մովսեսն ասեց Աստծուն. ես ով եմ, որ Փարավոնի մոտ գնամ։ Իսկ շատ հետագա պատասխաններն էլ որ նայում ես, Տերը ոնց որ ամեն ինչ անում է, որ Մովսեսը զորանա, համարձակություն ստանա, իհարկե Աստծո խոսքից, Աստծո վկայությունից, որ ես եմ որոշել, ես էլ հաջողություն կտամ։ Բայց ամեն ինչում այդ ոնց որ ասած այդ վախով վախենում էր, որ այդ բեռը իր վրա վերցնի, այդ պատասխանատվության մեջ մտնի, չնայած Տերը ասում էր ես եմ քեզ հաջողություն տվող, ինքը հա նայում էր ես չեմ կարա, եթե հիշում եք տարբեր պատճառներ էր բռնում, չէ՞։ Եվ այստեղ էս է նախ էս ասեց, ես ով եմ։ Ես ով եղա, որ Փարավոնի մոտ մտնեմ ու բան անեմ։ Եվ Տերը ասեց, ես քեզ հետ կլինեմ, մի վախեցի։ Կարծես էլ բան չուներ ասելու։ Հետո լավ, որ ես այդամ ասում եմ մեր հայրերի մոտ ինչ ասեմ, որ սենց ասած գնացի, խոսացի, մեր հայրեր, մեր ժողովուրդը կասի դու ով ես, որ քեզ էլ լսենք։ Խի պետք է քեզ լսենք, խի պետք է քեզ հավատանք։ Չէ՞, եւ ասեմ, ո՞ր ինչ ա, ով որ Աստվածն ուղարկի, ասեց ես եմ, որ եմ։ Էս է իմ հավիտենական ասма անունը։ Եվ խոսես, որ կեթաս Իսրայելի ծայրի մոտ կմտնես, կասես այս բաները, որ Աստված որոշել է ազատի ձեզ, ձեր աղաղակը լսելը, եւ խոսես նաեւ Տերը ինչ պիտի անի, կզարկեմ Եգիպտոսին, վերջը նրանք կթողնեն, ընդ որում մեծ բանով, ասենք մեծ պաշարով դուրս կգա Եգիպտոսից, դատարկ դուրս չգա, նորից Մովսեսն ասեց, չէ, ինձ չեն հավատա։ Ինչ չեն հավատա։ Այդ համասեմ, բայց մեկը ինձ չեն հավատալ։ Տերը ասես նշան կտամ, հիշում եք, չէ՞։ Երկու նշանը մեկ էս է, որ գավազանը գցես ոս կդառնա, կմեկնես փոչից կվերցնես, նորից գավազան կդառնա, ձեռքդ կտանես ու հենց այդ պահին անում է, նշանը անում է, ոչ թե ասում է կանեմ, այդ պահին անում է, ասում է գցի գավազանը, գցում է եւ դառնում է, ձեռքդ մեկնի փոչից վերցրու, կամ ձեռքդ տար ասում է ծոցդ, հանում է բորոտությամբ ամբողջությամբ սպիտակ ձյունի պետք։ Եվ նորից բանալը ասում է տես անցավ, այսինքն ասում է այս նշանները հիմա որ դու տեսար քո ձեռքով կարվի, էլի ինքը չի համաձայնվում։ Մյուս բանը էսա, ոնց որ ասած ամեն ինչ անում է, որ ինքը չէ թա, վախենում է։ Եվ ասում Մովսես ասես Տիրոջը, «Ո Տեր իմ, ես ճարտարախոս չեմ, ոչ երեկվանիցը, ոչ մեկ օրվանիցը, ոչ էլ ծառայիդ հետ խոսելուց հետո, այլ ես ծանրախոս ու ծանրալեզու եմ, ես անգամ իրա խոսելու հետ կապված։ Ես խոսել չգիտեմ, չեմ կարող խոսեմ, ինչ պետք է խոսեմ, ոնց որ ասած Փարավոնի մոտ, եթե ես ծանրալեզու մարդ եմ, Տեր ասեց, լեզու բերան տվողը, համրին խուլին, ասում է ակաշ լեզու տվողը, կույրին աշ տվողը, հիմա գնա, ասում է ես քո բերանի հետ կլնեմ, այսինքն քեզ լեզու բերան կտամ, չես կարող խոսած, հենց այնպես չեմ ուղարկում եմ կարողություններ շնորհնել, ոնց որ քո վրա պիտի լինի։ Ու տեսավ էլ պատճառ չունի, օ Տեր ասում է, աղա չեմ, ուղարկիր, որի ձեռով որ ուզում ես նրան ուղարկիր, այսինքն ինձ մի ուղարկիր, խնդրում եմ, ես հրաժարվում եմ։ Ամեն պատճառների, ասենց ասած, բանը հետ կապված Տերը խոսեց, որ զորանը համարձակություն ստանա, վերջում ես ոնց որ հետ եմ քաշում, հրաժարվում եմ, ուրիշին ուղարկի։ Եվ ինչ ասում, Տերը այդ բանի հետ կապված էլ հարց է, լեզու բերան, ասես լավ, ոնց որ ասես դու վախենում ես խոսալ, բան ես, ասենք, չես կարող մտածում ես, քո եղբորը Ահարոնին, որ Ղևտացին է, ասում է ճարտարախոս է ինքը, իրան քո հետ կդնեմ, ինքը քո համար լեզու բերան կլինի, դու էլ իր համար Աստծո տեղ։ Այսինքն այն ինչ որ ես ասում եմ, իրան դու կասես, ինքն էլ կխոսա։ Եվ ասեց գավազանդ էլ ձեռքը տար, որ այդ նշանները անես։ Այսպես է։
Եվ այստեղ որ խոսում է այդ բաների մեջ պահա գալիս, ուղղակի ես այդ պահը չկարդացի, ասում է Տերը զայրացավ, ջղայնացավ Մովսեսի վրա։ Բայց այս էր էլի որ տեսնում ես, այո, կարամ, ասենք, մարդը Տիրոջից ոնց որ ասած հասկանալով իր կարողությունը, իր սահմանները, որ ինչ գործի մեջ ինքը կարող է Տիրոջը պիտանի լինել, բայց այդ վախի պատճառով ինքը քայլ չկատարի ու չանի։ Ոնց որ ասած Տերը ստիպելով զորով Մովսեսին հանեց գործի։ Այդպես էր։ Իրականությունը սենց էր։ Եվ երբ որ հելավ գործի, այսինքն գնաց, որ այդ գործը անի, տեսնում ենք իրոք Տերը հաջողեց նրա ձեռքով, չէ՞, ինչ որ որոշել էր այդ արեց։ Բայց Տերը որ ասենք ասած մինչև վերջ տենց հետը բան չաներ, որ գնա, ոչ էլ կգնար Մովսեսը մեն տենց։ Իր այդ վախի պատճառով հետ կքաշվի չերել անի։ Պարզ երևում է, ամեն ինչ անում էր, որպեսզի չգնա։ Վախենում էր, չէ, իմ այդ գործ չունես, ես չեմ վերցնի այդ պատասխանը, ուրիշին ուղարկի։ Բայց երբ որ գնաց հաջողություն ունեցավ։ Մեծ գործ կատարվեց նրա ձեռքով։ Իհարկե հետագայում տեսնում ենք ինքը ինչ եղավ, այդ գործի բերումով նաև, ասեմ որ ոնց որ ասած ավելի տեսավ Տիրոջ փառքը իր վրա, Տիրոջ շնորհքը, իր ձեռքով Տիրոջ գործը եւ այլ ինքը գնալով ոնց որ ասած զորացավ, գնալով ասենք այդ բանից գոց, այս ասած ամեն իրավիճակների մեջ որ Տիրոջ փառքն էր երևում, ինքը ավելի հաստատուն դառավ, հավատարիմ դառավ, վստահ դառավ Աստծով եւ դեռ մեծ շատ տեղերում արդեն ինքը այս Մովսեսը չէր, որ սենց խոսում էր։ Զորացած, Աստծուն ճանաչող, Աստծուն նվիրված, հավատարիմ, կանգնող, թեկուզ մեծ հակառակություններ կային եւ այլն։ Այո։ Այսինքն ինչու եմ ես այս օրինակը բերում։ Տեսեք, եթե հանկարծ մնար ինքը իր վախերի մեջ ու քայլ չկատարեր, այս ինչ որ եմիկվա Մովսեսին մենք ճանաչում ենք իր գործերով, ոչինչ էլ չէր լինել իր միջոցով։ Բայց երբ որ ոնց ասած հաղթարեց իր վախը, քայլեց, Տերը հաջողություն տվեց իր խոսքի պես, ոնց որ խոսացել էր։ Դրա համար է նորից եմ ասում, հետ դառնանք Հեսուին 3 անգամ առնվազն ասում է, քաջացիր, զորացիր, մի վախեցիր, որ պետք է դու ժառանգեցնես, այսինքն ինչ նշանակում, քաշ չեղար, զորավոր չեղար, վախկոտ եղար, չի լինելու, քաջ եղար, համարձակ եղար, ոտդ որտեղ գցեցիր, քեզ կտրվի, վախեցար, չգնացիր, չի տրվի, չի հաջողվի։ Բայց մարդն թվում է չի լինի, չի կա, չի ստացվի, ոնց կլինի, վախեր, բայց մենք պիտի լավ իմանանք, եթե Տիրոջն ենք, մեր զգացողություններն են, ասենք ասած մեր ապրումները, զգացումները, զգացմունքները պիտի ձևավորվեն Տիրոջ խոսքից։ Տիրոջ խոսքից մենք պիտի խոսքի պատճառով օրինակ պիտի ուրախանանք կամ Տիրոջ խոսքի պատճառով պիտի տխրենք։ Տիրոջ խոսքի պատճառով դրանից ազդված պիտի վախենանք կամ Տիրոջ խոսքից ազդված պիտի համարձակ լինենք։ Մեր զգացողությունները պիտի ոնց որ զգացմունքների առաջանալը պիտի սկիզբ առնեն խոսքի Աստծո խոսքի վրա եղած հավատքից։ Տեղ կա մարդ օրինակ տխրում է դրանից, ոնց։ Աստված խրա հանդիմանեց, ինքը հավատում է, տխրում է, սկսում է ապաշխարել, չէ՞։ Այդ էլ այդ զգացողությունը, այդ ապրումը ինքը Աստծո խոսքից է։ Ուրիշը չի հավատում, չի ընդունում, ուրախ զվարթ այդ հիմա դժոխք։ Կամ ասենք մարդը հավատում է Աստծո խոսքին, սկսում է վախենալ, բայց ումից Աստծուց վախենալ։ Այն մյուսը չի վախենում, ինչ ուզում անում է։ Մենք էսա որ Տիրոջն ենք ընտրել, մեր ապրումները, զգացողությունները, այո, պիտի ձևավորվեն Աստծո խոսքից։ Մենք միշտ պետք է անենք, լավ տխրել եմ, խի եմ տխրել։ Ինչն է պատճառը։ Որտեղից է էսի ոնց որ ասած զգացողությունը, ինչ խոսքից, ինչ մտքից, ինչ գործից, ինչից է սա ձևավորվե իմ մեջ։ Եթե Աստծո խոսքը ոնց որ ասած բան է անում, հաստատում է, որ այո, այդպես պիտի լինի այս վիճակից կամ այս խոսքից, այս բանից, իրոք այդ ապրումը հենց Աստծո կամքի պես է նորմալ է։ Նշանակում է դու
այդ ապրումից հետո կարաս ճիշտ գործ կատարես։ Օրինակ տխրես մեղքի պատճառով ապաշխարության կարա գնա մարդը։ Եթե Աստված ոնց որ Աստծո խոսքը չի բռնում դրա հետ, ես պետք է ապաշխարեմ այդ հարցում։ Իսկ սովորեմ նաև սրան։ Թե չէ հենց վախը։ Տիրոջ խոսքը բազմաթիվ տեղեր է խոսում, որ մի վախեցիր։ Եվ իր չվախենալու, ոնց որ ասած, մեր չվախենալու համար հիմքը ինքն է։ Իր պաշտպանությունը, իր զորությունը, իր օգնությունը, իր սերը, իր հավատարմությունը, ինչքան ինչ հարցերով վախենանք, այդ հարցերում պարտվելու ենք եւ հաջողություն չենք ունենալու, եթե Աստծո խոսքի պես չի այդ վախը նորից եմ ասում, Աստծո խոսքից չի արել, ինչ հարցերում որ ասենք չվախենանք, համարձակենք Աստծով, Աստծո խոսքի պատճառով հաղթելու ենք, տեսնելու ենք իրոք Աստծո փառքը։ Եվ որ ասում հավատա եւ Աստծո փառքը կտեսնես։ Հիշեք թեկուզ այս երկու ոնց որ ասած խումբ մարդկանց, ավելի ճիշտ մեկը մեծ խումբ է, մեկը անհատ։ Դավիթը եւ իսրայելցիները։ Երբ որ Գողիաթի հետ պատերազմի հարցը բարձրացավ, բոլոր Իսրայելի բանակը վախեցավ, չէ՞։ Վախեցան իրան գնալ եւ պատերազմել։ Բայց երբ որ Դավիթին հասավ հայրը, Դավիթը չվախեցավ։ Իր համարձակությունը, քաջությունը Աստված էր։ Աստծո այդ իր փորձառությունը, Աստծո խոսքը, Աստծո, ասենք ասած, ճանաչողությունը, ինչ ասես, ես ինքը անթլպատ փխշտացի, ես Աստծո թլպատված, այսինքն թլպատված նշանակում է Աստծո հետ ուխտի մեջ գտնվող մարդ։ Ուխտի մեջ գտնվել նշանակում է այդ ուխտի մեջ ես կար, քո հետ եմ ելնելու, քեզ օրհնելու եմ, քեզ հաջողություն եմ տալու։ Իհարկե հնազանդության հարցը այդտեղ կարևոր է, որովհետև դրված էր, ասենք ստեղ էլ Հեսուին ասեց իմ գրքից չէ, գրքի խոսքերից ինչ չհեռանաս, որ քո հետ ելնեմ, որ հաջողության հասցնեմ։ Այսինքն եթե սկսեցի մեղ չարություն անել, մեղ գործել, հավատա, որ Աստված ինձ տվել է այդ իրավունքը, իշխանությունը, որ Քանանը գրավեմ, չէր գրավել։ Նմանապես այստեղ է բանը տեսնում ես համացություն է սկատամ Դավիթը, Աստծո խոսքով է ինքը վարվում, իր ոնց որ ասած միտքը եւ իր մտքից առաջացած այդ համարձակությունը ձևավորվում է Տիրոջ խոսքից։ Աստծո հետ ուխտի մեջ մարդ է, թլպատված էդ է, նշաններ, չէ՞, հիշում եք ուխտի նշան, որ Աբրահամը առավ եւ տվեց իր բաներին, ասենք, ժողովրդին, այսինքն փոխանցվեց այնտեսեն։ Իսկ եսի անթլպատ փխշտացի։ Մեկ, երկրորդը, տեսել եմ Տիրոջ գործը։ Այռուծա Տերը ձեռս տվել չէ, հիշում եք, որ ասում եք հովություն էր անում, գալիս էր այռուծ էր արջեր, հապշտակում տանում, ասում հետևից ընկնում է, չէ, ասում այռուծ էր ես կարամ, արջի ես կարամ, հետևից ընկնում բաբա, բռնում է գետին է տալում, իր ձեռից ազատում, ասում Տերը ազատել էր տալիս, Տերը եթե դες բաներից ազատել է, այս էլ դրանցից մեկը լինի, երբ որ թագավորին վկայում էր։ Այո, տեղեր կա Ժողովուրդ ջան, երբ որ Աստված հիմք է տալիս քեզ, որ դու համարձակ լինես քո գործի մեջ, քո խոսքի մեջ, Տերն այդ հիմքը տվել, դու պետք է համարձակ լինես։ Այդ դեպքում կտեսնես Աստծո փառքն ու հաջողությունը, որտեղ Տեր հենց այնպես չի ասում է ու հետևում կանգնած է։ Արա տես ոնց է հաջողվելու։ Բայց որտեղ որ ասենք Տիրոջ բացած հնարավորությունը կա, դու չես անում, կարա իր հաջողությունն չես ունենալու։ Կարա իր, որտեղ ձեր ոտի թաթը դնես, քոն ձերը կլինի։ Չդրեցիր, ձերը չի լինի, թնած էդ էլ է որոշել ձեզ տայի, բայց ձերը չի լինի։ Այդպես է Տիրոջ խոսքը ասում։ Եվ բանի Գաղատացիների թղթում Պողոս առաքյալը իր մասին է խոսում, ներկայացնում է, թե ինչպես կանչվեց եւ ինչպես ինքը այդ կանչին վերաբերվեց, հիշում եք Գաղատացիս առաջի գլխում եւ 11-ից 24 խոսքերն է ներկայացնում, Պողոսը խոսում է այն մասին, որ Աստված իրեն կանչեց, այո։ Ինքը հակառակվող էր, եկեղեցին էր հալածում, բայց մի պահից Տերը հայտնվեց իրեն եւ ինքը լսեց Տիրոջ, ոնց որ ասած, կանչը եւ ինչի մեջ է կանչել, ինչ պիտի լինի եւ խոսում է, որ այս ավետարանը, չէ, Տիրոջից առա, այսինքն հետաքրքիր է, Տերը կանչել էր իրան, որպեսզի ինքը ասում է բան լինի, ասենք հեթանոսների մեջ ավետանը քարոզի
Բայց ավետարանը ինքը Քրիստոսից չէր լսել։ Գիտեք, երբ որ առաքյալների հետ էր Տերը, ինքը առաքյալ չէր։ Հետագայում էլ մի երկար ժամանակ հալածող էր եկեղեցին։ Բայց ինչ ասում, Տիրոջի ծառա է ավետարանը հայտնությունով։ Հիսուս Քրիստոսի հայտնությունով, ոչ թե մարդկանցից, այլ Տիրոջից։ Եվ այս վիճակի մեջ ինքը ասում է, երբ որ Տերը ինձ կանչեց, ես ինչ արեցի, ասում եմ 16-ում առաջի գլխի ասում եմ, մարմնի եւ արյան հետ խորհուրդ չարեցի։ Այսինքն ինչ է նշանակում մարմնի եւ արյան հետ, այսինքն ես կարող եմ անել, չեմ անի, ասենք վախենամ, թե համարձակ լինեմ, այս հարցերը ոչ թե ոնց որ ասած նայեցի, ասենք իմ մարդկային հնարավորություններին ըստ դրա էլ կողմնորոշվեմ, չէ։ Ես ասում եմ ոնց որ Աստծո հայտնությունով առաջնորդվեցի։ Ոնց որ Տերը ասել է, Տերը առաջնորդել է, Տերը պետք է հաջողի։ Եվ խոսում է հետագայում, ես իմ քանի տարի հետո գնացի, ասում եմ որպեսզի հանկարծ զուր տեղը վազած չլնեմ։ Գնացի այնց Տիրոջ հետ եղած առաքյալների հետ հանդիպեցի, որ նրանք հենց Տիրոջ բերանից լսել են այդ խոսքը եւ երբ որ համատեցի, տեսա որ նույն ավետարանն ենք խոսում։ Ուրիշ բան չի, էլի։ Դա իրան առաջնորդում է։ Համենայն դեպս ինչ եմ ուզում ասեմ, հենց նորից տեղ ընես չի որ հեշտ էր Պողոսի համար։ Ինքը պետք է վճիռ որոշում կայացնել, քայլ կատարել, վախենալ թե չվախենալ, գնալ դրա մեջ թե չգնալ, լիքը հարցականներ կային։ Իր համար շատ ավելի դժվար էր, քան մնացած առաքյալների։ Նրանք 3.5 տարի Տիրոջ ոտերի մոտ կրթվել էին, լսել էին։ Բայց Պողոսը այդ վիճակի մեջ էր, բայց ինքը հենց Տիրոջ խոսքը, Տիրոջ ոնց որ Տերն է կարգել, Տերն է դրել եւ Տերն է որոշել, ոչ միայն հնազանդություն։ Հիշում եք, երբ որ ինքը տեսած, ինչ է, ով ես դու, Տեր, ասես ես Քրիստոսն եմ, չէ՞, որին հալածում ես։ Երկրորդ խոսքը էս էր, ինչ ես կամենում անեմ, Տեր։ Հոժարեր համաձայնված էր դրա մեջ։ Բայց տեղ կա, նորից եմ ասում, տենում ես մարդը հոժարել է իր սրտում Աստծուն ծառայել, բայց վախենում է։ Այդ վախը իրեն խանգարում է։ Ես չեմ ասում, որ ասենց ասած անհիմն համարձակությամբ գործի մարդը, բայց չէ, տեսնում ես, տեղեր կա, նորից եմ ասում, կարողությունը անգամ եկեղեցու մեջ են, ինչ որ հարցեր են, չեմ ասում, ես իմ շատ մեծամեծ չէ, բայց այդ հարցերում իրավունքը իշխանությունն է տրված, հնարավորությունն է ստեղծած իր համար, թույլ է տրված, անգամ առաջ են քաշել ինչ որ պայերի մեջ, որ այդ բանը մարդը անի, բայց դեռ մեզ ինքը հետ է քաշում։ Քանի բաներ հետաքրքիր են, քանի մի պահ կար ժամանակաշրջան կար, մարդիկ համարձակ առանց մտածելու, Տերը տվել է այդ կոչումը, այդ կարողությունը, անում էին, գործում էին, լիքը քարոզիչներ կար, լիքը հայտնություններ ու խոսողներ ու բաներ, մեկնաբանողներ կային, լիքը վարդապետներ, հետո մի պահ եղավ, որ հնարավորություն ստեղծվեց, որ մենք եկեղեցին կարգավորենք այդ հարցում, քույր եղբայրների շատերը կհիշեն հինավատացյալից, այսպես դրվեց, ովքեր որ Տիրոջից չունեն հայտնություն, վստահություն, որ Տերն է տվել, ուղղակի ոմանք ասում են, մեզ ասել են արեք, օրինակի համար, մյուսները ինձ ուղղակի իրանք էին, ասենց համարձակություն ունեին առանց հիմքի, ասեցին ովքեր որ չունեն Տիրոջից հայտնություն, իրաց ծառայության հետ կապված, թող նրանց հետ քաշվեն, չանեն մինչև որ կստանան։ Այն ժամանակ որ ասենց համարձակ էին, առանց որևէ բանի ասենց ծայրահեղության մեջ էին անում են, հետո դրանից հետո նայում ես հիմա հակառակ ծայրահեղության մեջ են եկել։ Ոնց որ ասած կրթվեն էլ, զորանան էլ, անգամ կարողությունն էլ իրանց ասեն, գիտես ինչ դու ես կարողության տեր ես, կարաս այս հարցում օգտակալն ես եկեղեցուն, չէ, այդ քաշված են, չեն ուզում մոտենան, վախեցած։ Չգիտեմ, գուցե դրա համար նաև եկեղեցու մեջ աղոթք ենք անում մեր կեթոքսով, ծառաներ քիչ են բարձրանում։ Գուցե վախի, հենց վախի հաղթահարելու հարց էլ կա։ Տերը օրհնի մեզ։ Կուզեմ որպեսզի սրա համար աղոթք անենք։ Իհարկե հիշեք, որ Սուրբ Գրքում Պողոս առաքյալը ասում է, Աստված մեզ չտվեց, երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 7-րդ խոսք, երկչոտության հոգի, այլ սերի, զորության եւ զգաստության հոգի։ Զորության հոգի է, վախկոտության հոգի չի տվել, համարձակության հոգի է տվել Աստված։
Տերը օրհնի մեզ։